Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում 5 ժամից ավելի տևած դատական նիստի արդյունքում դատարանը որոշել է չբավարարել ուժեղ Հայաստանի առաջնորդի փաստաբանների միջնորդությունը տնային կալանքը փոխարինելու գրավի դիմաց ազատ արձակմամբ։ Փոխարենը բավարարվել է գլխավոր դատախազության միջնորդությունը արդեն 10 ամիս տևող կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու համար։ Միևնույն ժամանակ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ է տվել հարցազրույցներ տալ, հանդես գալ հրապարակային հայտարարություններով, ունենալ հանրային նամակագրություն, հեռախոսային խոսակցություն եւ այլ բնույթի միջոցներով շփում, բայց նրան նաև արգելվել է շփումները վկաների եւ նրանց պաշտպանների հետ։ Այս իշխանություններից իհարկե ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում ենք այն էլ եղավ։ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Իսկ եթե 100%-ը չլինի, պատրաստ եք ընդդիմություն աշխատել։ Չի կարա չլինի։ Ոչ մի բանի պատրաստ չենք։ Միայն Նիստի ամբողջ ընթացքում դատարանի բակում հավաքվել են ուժեղ Հայաստան կուսակցության տասնյակ հարյուրավոր աջակիցներ։ Նրանց եւ ուժայինների միջև միջադեպեր են եղել, որից հետո ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել Թբիլիսյան խճուղում գտնվող 17 անձի։ Արա թող մեռնեն կյանքից, հայ են կախվել, հայ մարդ։ Գիրեիք խփումը տենց, արա կոսեք ես թուրք եմ, հա։